Հունիսի 28-ից 30-ը ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Քննարկվեցին միջեկեղեցական հարաբերություններին, ներեկեղեցական կյանքին եւ եկեղեցական ժողովական կառույցներին վերաբերող հարցեր։ Ժողովի առաջին օրը անդրադարձ կատարվեց Ռոմի Սրբազան քահանայապետի Հայաստան կատարած այցին, որի զեկուցողը Մայրաթորի դիվանապետ եւ այցի կազմակերպիչ հանձնախմբի ղեկավար Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն էր։ Վստահ եմ, որ եկեղեցու հավատացյալները, նրանք ովքեր որ իրապես եկեղեցու կյանքի մեջ ներգրաված են, իրենք Պապի այցի մեջ ոչ թե կտեսնեն հնարավորություն հայ եւ կաթոլիկ եկեղեցականներին համեմատելու համար, այլ կտեսնեն հնարավորություն գնահատելու այն իրական ազդեցությունը, թե ինչպես երկու եկեղեցիների հովապետերի հանդիպմամբ հոգևոր կյանքի մեջ վերարտնություն եւ հոգևոր ապրումի վերարծարծում տեղի ունեցավ։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ծանոթացան նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան arczepiskopos Մանուկյանի դիմումին։ Պատրիարքը տեղեկացնում է, որ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Տիրոջ գերեզմանը պետք է նորոգվի, ընդգծելով Երուսաղեմի կարևորությունը համազգային կյանքում եւ սրբոց տեղած պահպանության գործում հայոց եկեղեցու պատասխանատվությունը, Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց օժանդակել Երուսաղեմի հայոց պատրիարքությանը եւ աշխարհասփյուռ թեմերի միջոցով ապահովել անհրաժեշտ գումարը։ Նաթան arczepiskopos Հովանիսյանի զեկույցը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գումարվելիք եկեղեցական ներկայացուցչական ժողովի կազմակերպչական հարցերին էր վերաբերում։ Կանոնադրությունների մշակման հանձնախմբի ղեկավարը Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանն է։ Նա ներկայացրեց հանձնախմբի կողմից մշակված ազգային եկեղեցական ժողովի եւ Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների նախագծերը։ Քննարկումներից հետո հանձնարարվեց լրամշակել նախագծերը եւ ներկայացնել Գերագույն հոգևոր խորհրդի առաջիկա ժողովին։ Ժողովի երկրորդ օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանը խոսեց աջակցություն Արցախին ծրագրի մասին։ Անդրադառնալով Մայրաթորի կողմից հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում կազմակերպված հանգանակություններին, ինչպես նաև Մայրաթորի զանազան կառույցների եւ թեմերի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությանը։ Գաղափար հայրապետի հրահանգով Մայրաթորի բոլոր թեմերը, աշխարհասփյուռ թեմերը իրենց մասնակցությունը բերեցին դրա համավակին հանգանակություններ կազմակերպվեցին։ Առաջին մեծ օգնության բաժինը, այսպես կարող ենք ասել, որ Արցախի ֆինանսների նախարարությանը տրամադրվեց 500,000 $։ Սրանից բացի զոհված ազատամարտիկների, զոհված զինծառայողների ընտանիքներին անհատական աջակցություն է ցուցաբերվել եւ դեռ շարունակվում է այս ծրագիրը, ինչպես նաեւ 3000-ից ավել արցախցի ուրեմն մեր հայրենակիցներին մենք կարողացել ենք զուտ հումանիտար աջակցություն ցուցաբերել։ Գնահատելով եկեղեցական կառույցների եւ թեմերի Արցախահայությանը ցուցաբերած օգնությունը, ժողովի անդամները կարևորեցին այս ուղղությամբ աշխատանքների շարունակությունը։ Աստղիկ Հակոբյան, Գևորգ Հավաքյան, Եկեղեցական կյանք։ Ինչ է հայտնում մեզ Հայաստան այցը Ֆրանցիսկոս Պապի մասին, հարցնում է անգլալեզու պարբերականներից մեկը եւ մանրամասն մեծ հոդվածով վերլուծում։ Պապական այցը կարևոր է շատ պատճառներով, ինչպես օրինակ, որ բացահայտում է Ֆրանցիսկոսի անձն ու քաղաքականության առաջնահերթությունները։ Պարբերականը գրում է. հունիսի 24-ից 26-ը Հայաստանում կրկին ընդգծվել են Արգենտինայի կարևորությունը, քահանայապետի լուրջ դիրքորոշումը ուղղափառության վերաբերյալ եւ նրա բնավորության համառությունը։ Քրաքս կաթոլիկ հարթակի լրագրողը արգենտինական հետք է տեսել նաև այն բանում, որ Պապը կրկին օգտագործել է գենոցիդ բառը, նշելով, որ Պապն այդ բառը հետը տարել է Հռոմ, քանի որ հայոց եղեռնի մասին խոսելիս Արգենտինայում միայն այդ բառն են օգտագործում։ Հայաստանում նաև էկումենիկ երանգներն էին գերակշռող, գրում է Քրաքսը, հատկապես մատնոցույց անելով Պապի Էջմիածնում բնակվելու եւ 3 օրը հայոց կաթողիկոսի հետ անցկացնելու հանգամանքը։ Հայաստանում Ֆրանցիսկոս Պապը կրկին ցեղասպանություն բառն է օգտագործել, երբ նկարագրել է առաջին համաշխարհայինի ժամանակ օսմանյան թուրքերի կատարած հայոց սպանդը եւ աղոթել, որպիսի նման ողբերգություն այլևս չկրկնվի, գրում է CNN-ը։
NPR լրատվական վերլուծական պարբերականը սեփական թղթակցի միջոցով մանրամասն անդրադարձել է Հռոմի Սրբազան քահանայապետի հայաստանյան այցին։ Խմբագրական նյութը վերնագրվել է «Պապը կոչ է անում աշխարհին երբեք չմոռանալ հայոց ցեղասպանությունը»։ Վատիկանը խստորեն ժխտում է թուրքական պնդումներն այն մասին, թե Ֆրանցիսկոս Պապը որդեգրել է խաչակրած մտածելակերպ, իբրև ցեղասպանություն ճանաչելով Օսմանյան կայսրությունում կատարված հայերի սպանդը, գրել է Guardian-ը։ Մեջբերվում է Սուրբ Աթոռի մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիի պատասխանը, որը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Պապի ասածներն ու արածները կապ չունեն խաչակիրների հետ եւ որ նա ոչ մի բառ չի ասել ընդդեմ թուրք ժողովրդի։ Ավելին, Պապը երկու երկրների միջև խաղաղության եւ հաշտության կամուրջներ կառուցելու կոչեր է արել, ասվում է հոդվածում։ Guardian-ի թղթակիցը հանգամանորեն ներկայացրել է պապական այցը չանտեսելով պաշտոնական տեքստերի ոչ մի բառ։ Նյութում նկարագրվում են նաև կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցիների աստվածաբանական հարցերը սկսած 5-րդ դարից։ Գնահատական է հնչում, որ պապական այցից հետո միջեկեղեցական հարաբերությունները ավելի են մերձեցել։ Ալ Ջազիրան նույնպես մանրամասն լուսաբանել է Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցը, կարևորելով հատկապես այն հանգամանքը, որ քահանայապետը հաշտվելու կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային։ National Catholic Register ամերիկյան լրատվամիջոցը գրել է այցի ավարտին Պապի ինքնաթիռում տեղի ունեցած մամուլի ասուլիսի մասին, որտեղ նա անդրադարձել է իր երրորդյա ուղևորությանը, պատասխանել Լեհաստան եւ Ադրբեջան սպասվող այցերին, քրիստոնեական միությանը, ռեֆորմացիային վերաբերող այլ հարցերի։ Պարբերականը կայքում ամբողջությամբ ներկայացրել է մամուլի ասուլիսի արձանագրությունը։ Ամերիկյան ABC News-ը կարծում է, Պապը պաշտպանում է ցեղասպանություն տերմինը առանց մեղադրանքի։ Լրատվամիջոցն անդրադարձել է Պապի բացատրությանը Հռոմի կաթոլիկ եւ արևելյան ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական վեճերին, բացատրել հայ-թուրքական սահմանի փակ լինելու հանգամանքները, ներկայացրել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառները։ Թերմինե Հակոբյան, եկեղեցական կյանք։ Իիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես։ Գևորգյան հոգևոր ճեմարանի աստվածաշնչագիտության եւ պատմական աստվածաբանության ամբիոնների 10 ուսանողներ մագիստրոսական ավարտաճառ պաշտպանեցին։ Աստվածաշնչագիտության ամբիոնի ավարտական լեսարանի 3 սաներն էլ անդրադարձել էին ավետարանական առակներին։ Ռուբեն Սարգսակյանը անառակ որդու առակի քննությունը ներկայացրեց։ Նա առակը պատմական տեսանկյունից էր քննել։ Փորձել եմ ավարտաճառիս մեջ ներկայացնել հրեական միջավայրը, այն օրենքները, սովորությունները, որոնցից Հիսուս վերցնում էր օրինակներ իր առակը պատմելու համար, որպեսզի իր առակը ավելի հասկանալի դարձնի ժողովրդին։ Ավարտաճառը պատրաստել է Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանի ղեկավարությամբ։ Տեր հայրը գոհ է ոչ միայն իր սանի աշխատանքից, այլ նաև այն աշխատանքներից, որոնց ընդդիմախոսն է եղել։ Ինձ համար շատ ավելի հետաքրքրական եւ ուրախալի էր, որ 3 ավարտող ուսանողներն էլ առակի մեկնության կամ վերլուծության փորձը կատարում էին առավելաբար տեղ տալով նոր մոտեցմանը, որը որ տարբերվում է հնից նրանով, որ մինչև 19-րդ, 20-րդ դար օրինակի համար եկեղեցու հայրերը աստվածաշնչագետները բոլորը գրեթե առակը այլաբանորեն էին մեկնաբանում, խորհրդաբանորեն, իսկ այսօր առավել առակի բուն իմաստին, պատմական եւ քննական կողմից են վերաբերվում, նայում։ Պատմական աստվածաբանության ամբիոնի ուսանողները հայ եկեղեցու համար կարևոր ու շրջադարձային պատմական իրողություններն են վերստին ուսումնասիրել։ Փորձել են հատկապես այնպիսի թեմաների անդրադառնալ, որոնք քիչ են ուսումնասիրված։ Սպարտակ Սարգսակ Իսրայելյանը 1915-18 թվականների իրավիճակը ուսումնասիրելիս նկատել է, որ Մայրաթոռի որբահավաք եւ գաղթականներին օգնելու առաքելության վերաբերյալ ոչ հավաստի մեկնաբանություններ շատ կան։ Նրա խոսքով հաճախ կարևոր պատմական իրողությունները ներկայացվում են 1-2 մասնավոր դեպքերի միջոցով, ինչպես օրինակ Գևորգ Սուրենյանց ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հովհաննես Թումանյանի հետ կապված միջադեպն է։ Մինչդեռ հայտնի է, որ այս օրերին արդեն հիմնադրվել է եղբայրական օգնության հանձնաժողովը եւ շատ գաղթականներ հենց Մայրաթոռում էին ապաստան գտել։ Չասեմ քննադատություն, այլ համեստ նկատառում ենք կատարել այն գրվածքներին, այն սովետական շրջանում այն գրվածքներին, որոնք որ փորձել են նսեմացնել հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը եւ նրա գործունեությունը ոչ ամբողջական լույսի ներքո ներկայացնել։ 19-րդ դարում Սսի կաթողիկոսության հարաբերությունները Երուսաղեմի, Կոստանդնուպոլսի պատրիարքությունների եւ Մայրաթոռի հետ ուսումնասիրել է Աշոտ Սարգսակ Սարոյանը։ Սարգսակը օգտվել է բազմաթիվ աղբյուրներից, բայց նշում է, որ նոր աղբյուրներ հայտնաբերելու դեպքում կշարունակի աշխատանքը, ավելի համապարփակ պատասխաններ տալով հարցերին։ Հարկ է նաեւ
անցյալ ժամանակաշրջանի իրողությունները հաշվի առնել եւ նորովի հարաբերություններ ստեղծել, այսինքն զերծ մնալ սխալներից եւ բացթողումներից։ Գևորգյան ճեմարանի 4 ամբիոնների մագիստրատուրան այս տարի 20 շրջանավարտ կունենա։ Աստղիկ Հակոբյան, Գևորգ Հավաքյան, Եկեղեցական կյանք։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում աշխարհահռչակ հայազգի ռեժիսոր Անրի Վերնոյի որդին է, ռեժիսոր Պատրիկ Մալաքյանը։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից նա արժանանում է Պողոս Նուբար մեդալի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար։ Երազանքս վերջապես իրականություն դարձավ, հավերժություն կոչվող պլաստիկ դրաման երևանյան բեմում է, ասաց Պատրիկ Մալաքյանը։ Պատրիկ Մալաքյանը հայկական բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղի նախագահն է։ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված այս նախագիծը «Հավերժություն» պարային ներկայացումը հայազգի ռեժիսորն իրականացրել է Մայրաթոռի Հովանու ներքո գործող Նոր Նորքի հայորդաց տան հետ համագործակցությամբ։ Մարսելում ներկայացումն արդեն ցուցադրվել է։ Ստեղծագործական խումբն այս դրամայով անդրադառնում է հայ ժողովրդի պատմությանը, դժվարին ճանապարհին եւ փոխանցում հավերժության գաղտնիքը։ It started a year and a half ago when we decided. Ամեն ինչ սկսվեց 1.5 տարի առաջ, երբ որոշեցինք, որ ուզում ենք անել այս նախագիծը։ Մենք անցանք ստեղծագործական ամբողջ ընթացքով, փորձերի միջով, վերջապես բեմադրեցինք Մարսելում։ Շատ հզոր մի բան եղավ, եւ այսօր այստեղ Երևանում օպերայի շենքում ներկայացումը ցուցադրելը պարգևեց ինձ խորը, մինչև հոգուս եւ սրտիս խորքերը հասնող ցնցող զգացողություններ։ Իրոք մեծ ու զորեղ մի ապրում է, որ հույս ունեմ բոլորը կկիսեն ինձ հետ։ Emotion that I hope everybody will share tonight. Բեմում միմիայն Նոր Նորքի հայորդաց տան սաներն են, տարբեր դասարանների շուրջ 90 երեխաներ դրաման ներկայացրին մեկ գործողությամբ։ Նորքի հայորդաց տան եւ Պատրիկ Մալաքյանի բարեկամությունը սկիզբ է առել դեռևս 2014 թվականից, երբ հայորդաց տների հոգեվոր պատասխանատու Տեր-Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը նրան հայորդաց տուն է հրավիրել։ Հանդիպումից մի քանի ամիս անց Պատրիկը կրկին Հայաստան է վերադարձել եւ առաջարկել այսպիսի ներկայացում բեմադրել։ Արդեն դռներ են բացվում երեխաների առաջ։ Հենց ինքը անվանումը արդեն թելադրում է մեզ հավերժություն։ Մենք ուզում ենք ասենք, որ ինչ կարգ ուտել, որ խփի հայերին, մեկը իրանք մնալու են հավերժ։ Հավերժության սցենարը պատրաստվել է 2 ամսում, հետո շուրջ 60 բեմական փորձ է տեղի ունեցել։ Բալետմայստերը Արման Ջուլհակյանն է, նրա կարծիքով այս ներկայացումը ոչ միայն արտերկրում ճանաչելի կդարձնի հայորդաց տները, այլև յուրաքանչյուր երեխայի փորձառություն եւ հմտություններ ձեռք բերելու լավ հնարավորություն կընձեռնի։ Ներկայացումը յուրահատուկ է նրանով, որ իր մեջ պարունակում է բոլոր ժանրերը, տեսալ լսողական, եթե կարելի է այսպես ասել, ուրեմն եւ բար, եւ պլաստիկա, այսինքն մնջախաղային կտորներ, եւ դասական բալետ, եւ մոդեռն բալետ, ազգագրական պարեր, երաժշտություն, կրկեսային համարներ։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Նորքի հայորդաց տունը համատեղ մեկ այլ նախագիծել են պատրաստում։ Հոկտեմբերին Նյու Յորքում կնշվի բարեգործական ընդհանուր միության 110 ամյակը, որի շրջանակում կներկայացվի հոգիս ներկայացումը։ Այս անգամ հայորդաց տան սաներից բացի ներկայացմանը կմասնակցեն նաև Թումո կենտրոնի երեխաները։ Մերի Հովսեփյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։ Հունիսի 29-ին մարդաշատ էր Ավան գյուղի անմահների պուրակը, որը կառուցվել է համայնքի բնակիչ Պետրոս Պետրոսյանի բարերարությամբ։
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչի կողքին նույն բարերարի նախաձեռնությամբ խաչքար տեղադրվեց, որի օրհնությունը կատարեց Մկրտիչ Քահանա Երանյանը։ Բնակավայրը շատ հին է եւ այստեղ կան նաեւ բազում սրբատեղիներ ու եկեղեցիներ։ Այնպես որ սա առաջին խաչքարը չէ, որ այս համայնքում կա, բայց առաջինը իր իմաստով հայ զինվորին նվիրված։ Սա մի կողմից պահապան սրբություն է մեր սահմանները պահպանող զինվորներին եւ մյուս կողմից հիշատակն է այն զինվորներին, որոնք իրենց կյանքը տվեցին մեր հայրենիքի փրկության ու պահպանության համար։ Խաչքարը հավերժության խորհուրդն ա կրում, ուղղակի Սովետ միության ժամանակ 70 տարվա մեջ աթեիստական շրջանում իրենք վերածեցին մահարձանների, բայց իր ամբողջ խորհուրդը կենասառնա, ճանապարհն է դեպի Աստված։ Գյուղում ունեին բազմաթիվ զոհվածներ, 21 հոգի, հայրենական մեծ պատերազմի, 5 հոգի Արցախյան պատերազմի։ Խաչքարի տեղադրման օրը պատահական չէր ընտրվել։ Արդեն 16 տարի է հունիսի 29-ը Հայաստանում հաստատված է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Արցախյան պատերազմի ժամանակ հենց այդ օրը 76 ազատամարտիկներ են անհայտ կորել։ Ավան գյուղի բնակիչներից էլ 11-ը անհայտ կորած են։ Ներկաները երկրորդ համաշխարհայինում եւ Արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների հիշատակին հարգանքի եւ երախտագիտության տուրք մատուցեցին։ Խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը ավելի քան 600 խաչքարի հեղինակ է։ Նրա աշխատանքները տեղադրվել են Հայաստանի մարզերում, Արցախում եւ արտասահմանում։ Վերջին շրջանում Վարազդատ Համբարձումյանի հեղինակած տուֆակերտ խաչքարերը տեղադրվում են նաեւ սահմանամերձ գյուղերում եւ սահմանապահ զորամասերում։ Իրանք թրեր են, որը խորհրդանշում է, որ թուր վերցնողը թրով կընկնի եւ նաեւ մեր հայրենիքը երբ որ վտանգի մեջ է, մեր խաչերը, բոլոր խաչերը դառնում են թուր։ Հուշակոթողը ներկա եւ ապագա սերունդների համար հիշատակի ու հույսի, պայքարի ու հավերժության խորհրդանիշ կդառնա։ Համայնքի բնակիչները հույս ունեն, որ այն արդյուն կպահի նոր սերնդի պայքարի ոգին։ Խաչքարի օրհնության ավարտին ելույթ ունեցավ մարզի արտին պարային համույթը։ Մարի Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Հունիսի 29-ին Էթիկայի դպրոցը հյուրընկալել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանին։ Ներկաներին հուզող հարցերը տարաբնույթ էին եւ ներառում էին հոգեվոր տարբեր ոլորտներ։ Այս առիթը բացառիկ է, որովհետեւ սրբազանը երկար ժամանակ է որ Հայաստանում չէր լինում եւ այսօր կարծես առիթը ստացվեց։ Ժամանակակից աշխարհի փոփոխվող արժեհամակարգը բազում մարտահրավերների առաջ է կանգնեցնում հազարամյակների ավանդույթներ ունեցող եկեղեցուն, ասում է Սրբազան հայրը։ Այստեղ մեծ անելիք ունի հոգևորական իբրև համայնքի հոգևոր կարիքների պատասխանատու։ Նա ավետարանի համաձայն պարտավոր է 99-ին թողնել եւ գնալ մեկ մոլորվածի ետևից։ Ավելի քան 35 տարվա հովության փորձառություն ունեցող Սրբազան հայրը օրինակներով երիտասարդներին տարբեր իրավիճակներում ճիշտ ելքեր գտնելու ուղիներ մատնանշեց։ Ներկաների հարցերը տարաբնույթ էին միասեռականների ամուսնությունից մինչև տարբեր աղանդների հետ շփում, հաղորդության խորհրդից մինչև մկրտության նշանակություն։ Սա պատճառ մնե դեսնելու, որ եկեղեցին հոգևոր վերազարթոնք մգաբրի մայր հայրենիքեն ներս եւ եկեղեցին իր թերակատարությունը առաքելությունը կշարունակի կատարել մայր հողի վրա։ Այս իմաստով որպես եկեղեցու սպասավոր ես հբարդացկացի, հոգևոր իմաստով հարուստացկացի եւ խանդավառ կվերադառնամ որպեսզի առավել պատրաստությամբ, առավել ներքին հոգևոր մղումով շարունակենք մենք ծառայություն բերել մեր եկեղեցու երիտասարդությանը խնդիր։ Պատիվ եմ համարում ներկա գտնվել, լսել եւ այսօր իր օրվա խորհրդի մեջ նաեւ ամփոփել որը գուցե իմաստություն։ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանը հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման նախագահն է եւ մշտական դիտակետում է պահում նոր սերնդի խնդիրներն ու մտահոգությունները։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։